Ելույթում նշեց, որ սպասելի էր, բայց այնուամենայնիվ ձեր տեսանկյունից եւ իրավական տեսանկյունից։ Դե իհարկե սպասելի է, կանխատեսելի է դատական համակարգի բոլոր միջամտությունները եւ այս գործով առհասարակ եկեղեցու նկատմամբ գործերով։ Պարոն Խուդոյան, դատարանը նշեց, որ կա դեռևս մտավախություն եւ այլն, բայց գիտենք, որ մյուս օրինակ մեղադրյալների դեպքում խափանար միջոցը այլ է, բայց նույն հոդվածն է, ինչպես է ստացվում, որ Բագրատ Սրբազանի Եթե ժամանակ ունենաք դատալեքս տեղեկատվական համակարգում նայել որոշումները, տեսնեք, որ բոլորի վերաբերյալ որոշումները նույն տեքստն ունեն, ինչպես մեղադրանքներն նույն տեքստն է, այնպես էլ որոշումներ։ Ուղղակի եզրափակիչ մասերում ամեն մեկի մասով ձեռի հետ ոտի վրա որոշումներ են կայացվում, որևէ լոգիկա այդ որոշումների տակ չկա։ Այդ դեպքում ինչ մտավախությունների մասին է դա։ Չակնհայտ է, որ կոնկրետ Սրբազանը կարիք կա, որ լինի կալանքի տակ, որովհետև խոչընդոտը հանդիսանալու եւ եկեղեցու դեմ ոտնձգություններին եւ առհասարակ հայկական արժեքների դեմ ոտնձգություններին։ Մասնագիտությունը պահանջում է, որ դատական ակտը բողոքարկենք ընդհանուր եվրոպական դատարան եւ շարունակենք այս դատական նիստերի դահլիճում բացահայտել մեղադրանքի սին լինելը եւ կեղծ ապացույցները։ Պարոն Խուդոյան, ներողություն, Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը այլ խափանման միջոց չի դիտարկում։ Գուցե դա էր պատճառը դատարանի նման որոշման, որ այլ ելք չուներ, չգիտեմ, ուրիշ խափանման միջոց։ Դատարանը զրկված չէր իր հայցողությամբ այլ բան կիրառել, որը կարող է մեզ շատ դժվար վիճակի մեջ դնել մասնագիտական առումով, որտեղ Սրբազանի պնդումը վստահ էր, որ եթե տնային կալանք էլ անեն, չի համաձայնվելու կամ այլ խափանման միջոցի, բայց խնդիրը չի ակնհայտ է կանխատեսելի էր, որ հենց այս խափանման միջոցը պահպանվելու է։ Պարոն Խուդոյան, այսօր փետրվարի 19-ն է նաև գիրք նվիրելու օրը եւ Թումանյանի ծննդյան օրը։ Մեր իրավիճակից ելնելով, ում ինչ գիրք խորհուրդ կտաք կարդալ, որ նաև շահեկան լինի դա ընթերցողի համար, մեր օրերի համապատասխան։ Թեմայի մեջ կարող եմ ասել, Բագրատ Սրբազանի 3 հրատարակություններն խորհուրդ կտամ, հիմա էլ նոր պրոցես սկսել է, հնարավոր է գրքի էլ վերածվի, շատ արժեքավոր եւ հակիրճ տեղեկություններ է տալիս հայ հասարակության առողջացնելու առումով։ Ես դա ուզում հարցնել, նկատում ենք ընթացքում նոթերը, ինչ որ Սրբազանը գրառումները կատարում ու տպավորություններ, որ նոր գիրք է հեղինակվում։ Արդեն իսկ հատվածական հրատարակել է Հայքարի էջում էլ է տեղադրվել, օրինակ կրթության վերաբերյալ առանձին շարքերով տարբեր ոլորտների վերաբերյալ հրապարակումներ ունենալու է, ամփոփելուց հետո գուցե դա էլ հերթական գիրք կդառնա։ Շնորհակալություն։